Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունիսի 30 Իսկ ես պիտի հիշեմ իմ քեզ հետ քո մանկության օրերին արած ուխտը և քեզ հետ հավիտենական ուխտ պիտի հաստատեմ Եզեկիել 16-րդ գլուխ 60-րդ խոսք Չնայած մեր մեղքերին Տերը շարունակում է հավատարիմ մնալ իր սիրուն մեր հանդեպ Նա հետ է նայում անցյալին Եվ խոսքում տեսնում ենք, թե ինչպես է նա հիշում մեր կյանքի այն առաջին օրերը, երբ իր հետ ուխտ կապեց և մենք ամբողջովին նրան հանձնեցինք մեզ։ Ինչ երջանիկ օրեր էին դրանք։ Տերը չի նախատում մեզ դրանց համար և չի մեղադրում, թե անկեղծ չէինք։ Ընդհակառակը, նա ավելի շատ նայում է իր ուխտին մեզ հետ, քան մեր ուխտին իր հետ։ Այդ սուրբ ուխտի մեջ համենայն դեպս իր կողմից կեղծավորություն չկար։ Որքան ողորմած ու շնորհառատ է Տերը, որ այդպես սիրով է հետ նայում։ Նա նաև առաջ է նայում։ Նա վճռել է, որ այդ ուխտը երբեք չխախտվի։ Եթե մենք հավատարիմ չմնանք նրան, ինքն է մնում։ Նա հանդիսավոր կերպով հայտարարում է. «Քեզ հետ հավիտենական ուխտ կհաստատեմ»։ Նա մտադրություն անգամ չունի հետ կանգնելու իր խոստումներից։ Օրհնյալ լինի նրա անունը։ Նա տեսնում է այդ սուրբ կնիքը, հավիտենական ուխտի արյունը և հիշում է մեր երաշխավորին, որի միջոցով հաստատեց այդ ուխտը, իր սիրելի որդուն։ Այդ պատճառով նա հաստատուն է մնում իր ուխտի բոլոր պարտավորությունների մեջ։ Նա հավատարիմ է մնում, որովհետև ինքն իրեն ուրանալ չի կարող։ Ով Տեր, այս թանկագին խոսքը գրիր մեր սրտերի վրա և օգնիր, որ ամբողջ այս օրը սնվենք դրանով։